Խոսքը մենք շատ լավ գիտենք, որ մեզ ուղղելու համար է, բայց երկրպագությունը նրան հանդիպելու համար է։ Օրհնյալ լինի Տերը, որ մեզ խոսք տվեց, բայց շնորհակալ ենք նրան իր հոգու համար, որ մեր մեջ դրեց, որ մենք կարող ենք իր հոգով նրան երկրպագելու պաշտել։ Թող նրա անունը փառավոր լինի։ Ինչի մասին է այսօր սրտումս դրված, որ ուզում եմ խոսել։ Ճիշտն ասած, այսօր անդրադառնալու եմ Հիսուսի ասած հայտնի առակներից մեկին, որը խոսում է հարսանիքի մասին։ Բնականաբար մենք որպես հոգևորներ շատ լավ հասկանում ենք, որ եկեղեցին խորհրդանշում է Քրիստոսի հարսը եւ Փեսան ինքը Քրիստոսն է։ Եվ ինչպես գիտենք Սուրբ գրքից, հարսը իրեն պատրաստում է իր Փեսայի համար։ Հարսանիքում շատ բաներ կան։ Հարսանիքին պատրաստվելուց առաջ, հարսանիք ունենալուց առաջ բավականին ընթացք կա, որ ամեն մեկս անցնում ենք։ Նրանք, ովքեր ամուսնացել են, նրանք, ովքեր փսակել են, գիտեն դա ինչ ընթացք է։ Ես այսօր դրա մասին եմ խոսելու։ Խոսելու եմ հարսանեկան հանդերձի մասին, այդ հայտնի առակում, բայց մինչ այդ մի քանի բաներ խոսենք Աստվածաշնչից ընթացքում նայենք։ 5 տակարանյան ժամանակաշրջանում օրինակ թագավորին ճանաչում էին իր հանդերձով։ Երբ որ օրինակ թագավորը գալիս էր ինչ որ մի քաղաք կամ ինչ որ մի գյուղ, եթե հատուկ շքախմբով էլ չգար, նրա հանդերձներից մարդիկ ասում էին, որ սա թագավորն է։ Թագավորական հատուկ հանդերձ կար։ Մարգարեին ճանաչում էին մարգարեական հանդերձով։ Սովորաբար Աստվածաշունչը մի քիչ մեզ նկարագրում է, որ մարգարեները մի քիչ ավելի ներողություն վայրի տեսք ունեին, որովհետև նրանք անընդհատ Տիրոջ առաջ ընկած էին, նրանք միշտ շրջում էին տարբեր տեղեր եւ Աստծո ժողովրդին առաջնորդում դեպի Տերը։ Եվ հայտնի է, որ քահանան, քահանայապետերը հատուկ հանդերձեր ունեին։ Եվ Աստված դրա համար հատուկ հրահանգ տվեց, թե քահանան ինչպիսի հանդերձանք պիտի ունենա։ Այնտեղ բավականին երկար հանդերձանք է ասում, նույնիսկ իր վրա Իսրայելի 12 ցեղերի բաներն էր կրում, քարերն էր կրում։ Մեր ժամանակներում հասկանալի է, որ ոստիկանին ճանաչում ենք իր հանդերձով։ Բժշկին ճանաչում ենք իր հանդերձով։ Եվ մենք որպես Աստծուն ճանաչող մարդիկ, մենք էլ հանդերձանք ունենք։ Եվ թույլ տուր ասեմ, որ աշխարհի մարդիկ մեզ ճանաչում են մեր հանդերձանքով։ Ես չեմ խոսում այս արտաքին հանդերձանքի մասին, ես ավելի հեսա հետո կնայենք։ Ես ուզում եմ այսօր նայենք մենք մեր հանդերձին, ինչպիսի հանդերձ ունենք, որովհետև մենք հարսանքավորներ ենք։ Երբ որ ես այս խոսքը տենց նայում էի Աստծո խոսքին, հիշեցի առաջի հանդերձանքը։ Որտեղ եղավ առաջի հանդերձանքը։ Եդեմական պարտեզում, մեղսագործությունից հետո։ Ինչ էր տեղի ունեցել, Աստվածաշունչը մեզ ասում է, որ նրանք մերկ էին եւ իրարից չէին ամաչում, բայց երբ որ մեղք գործեցին, ասում է Աստված նրանց կաշվե հանդերձ հագցրեց, եւ դա մենք շատ լավ հասկանում ենք, բնականաբար Աստծո խոսքը ունենալուց հետո մենք հետո հասկանում ենք, որ Աստված նրանց մեղքերի քավություն արեց, զոհ արեց, որը որ մաքրում էր նրանց մեղքերը։ Եվ ամեն անգամ նրանք իրենց մեղքը, իրենց դատապարտելը, որ հիշում էին, նայում էին իրենց հանդերձանքի եւ ասում. Տերը մեզ շնորհք արեց։ Տիրոջ ողորմությունը ինձ էլ հասավ։ Ինչու? Որովհետև Տերը կարող էր նրանց սպանել, բայց չսպանեց, ինչ որ մեկին զոհեց, որ նրանք ապրեն։ Եվ շատ կարևոր է հանդերձանքը։ Մենք հետո կտեսնենք, որ ինչքան կարևոր է Աստծո համար հանդերձը։ Մի պատմություն Աստվածաշնչից ու անկարադառնամ արդեն այդ առակին։ Հիշում եք Ահարոնը, որ քահանա էր եւ նրա որդիները օտար կրակ մատուցեցին Տիրոջ առաջ։
Եվ Տերը զարկեց, որովհետև օտար կրակով էին, եւ հետաքրքիր էր Աստված Մովսեսին ասեց Ահարոնին ասա, հանդերձը չպատրի։ Չպատրես հանդերձդ։ Ինչի համար։ Ինչն էր պատճառը։ Որովհետև երբ որ 5 տակարանյան ժամանակաշրջանում եթե հանդերձդ պատռում էր, քո ծառայությունը վերջ էր դրվում։ Բայց դեռ Ահարոնյան քահանայապետությունը պիտի գար մինչև Հիսուսի օրերը։ Հայտնի պատմությունը հիշում եք Դավիթը, երբ որ Սավուղը Դավիթի հետևից ընկել էր եւ Դավիթը Սավուղի երեսից փախած էր, բայց մի օր այդպես է գրված Աստվածաշնչում, որ Տերը Սավուղին տվեց Դավթի ձեռը եւ Դավիթը, երբ որ մոտեցավ Սավուղին եւ առավոտյան արթնացավ, նրան իր թագավորական հանդերձի ծայրից կտրած մի կտոր ցույց տվեց, ասեց ես կարող եի քեզ սպանել, բայց ես դա չարեցի։ Որովհետեւ այդ հանդերձանքի պատրանքը խոսում էր, որ Սավուղի թագավորությունը վերջացել է։ Սկսում է Դավթի թագավորությունը։ Այսպես էր կարգը։ Եվ հետաքրքիր է, որ Աստված հենց ինքն է հանդիպում Մովսեսին ու ասում, որ Ահարոնին ասա, որ հանդերձը չպատրի։ Հիմա ուզում եմ Մատթեոս ավետարան 22-րդ գլխի առաջի խոսքից գնանք։ Մենք 22-րդ գլխում կմնանք, հետո որոշ տեղեր կհիշեցնեմ այստեղից։ Դարձյալ պատասխան տվեց Հիսուսը եւ առակներով ասեց նրանց. երկնքի թագավորությունը թագավոր մարդու կնամանեցնեմ, որ իր որդու համար հարսանիք արեց։ Եվ իր ծառաները ուղարկեց, որպիսի կանչեն հարսանքի հրավիրվածներին, եւ նրանք չուզեցին գալ։ Հələ պատկերացրեք, որ ինձ շատ հետ զարմացրել է, ես այս պատգամները շատ անգամներ լսել եմ, եւ դուք եք լսել։ Չգիտեմ, չեմ հիշում, ես այս մասին, այս հարսանիքի մասին էլ պատգամ տվել եմ, թե չէ, բայց երբ որ ես սա նայում եմ, բավականին բաներ կան, նկատում եմ, որ ոնց որ թե չեմ տեսել։ Ժողովուրդ, դուք պատկերացնում եք, թագավորը, երկրի թագավորը հարսանիք է անում, ու թագավորի հարսանիքին ովքեր պիտի մասնակցեն։ Ու պատկերացնում ես մարդը կարողանա թագավորին ասել. ես չեմ ուզում գամ։ Ցավոք, մենք կարողանում ենք ասել։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մեր թագավորը երկրի թագավորների պես չէ, նա արարիչն է ամեն բանի։ Նա ամեն բանի գոյությունն է, նրանով է տիեզերքը գոյատևում, նրանով է մարդկությունը ապրում, նրանով է ամեն բան եւ առանց նրա ոչինչ չի լինում։ Եվ ինքը մեզ հրավիրում է իր հարսանիքին։ Եվ չգիտես որտեղից մենք կարծիք ունենք, որ կարող ենք թագավորին ասել, որ չենք ուզում գալ։ Այսօր տրամադրություն չունեմ, եկեղեցի չեմ ուզում գնալ։ Գլուխս ցավում է, լավ չեմ զգում, հիվանդ եմ, գլուխս ցավում է, հիվանդ ես, լավ չես զգում, ճիշտ տեղն է եկեղեցի գնալու, որ այնտեղից հետո լավ զգաս։ Այսպես է մեր թագավորն ու մեր Տերը։ Եվ հետաքրքիր է, որ ասում ես, նրանք չուզեցին գալ։ Հələ դուք տեսեք թագավորի մեծահոգությունը։ Նորից ուրիշ ծառաներ ուղարկեց ու ասեց հրավիրվածներին. ահա իմ ճաշը պատրաստ է, զվարակներն ու գեր կենդանիները մորթված են եւ ամեն բան պատրաստ է, հարսանիքին եկեք։ Բայց նրանք անհոգություն անելով գնացին, մեկը իր արտին, մյուսը իր առևտրին։ Մենք ենք, չէ՞ որ ինչ որ մի բան կազմակերպում ենք, հետաքրքիր է, որ ում որ հրավիրել ենք, զանգում ենք, ասում ենք, սառավ ուր եք։ Խորովածը սառում է, պատրաստած կերակուրը սառում է, ուր եք։ Թագավորը էդ էր ասում է, լսեք, ամենալավ պարարտ անասունները մորթել եմ իմ որդու հարսանիքի համար, ուր եք։
Այնպես ամեն բան հարմար պատրաստել եմ ձեզ համար, դուք ուր եք։ Եվ ուրիշները նրա ծառաներին բռնեցին, նախատեցին ու սպանեցին։ Թագավորն էլ երբ լսեց, բարկացավ եւ իր զորքերը ուղարկեց ու այն սպասողները սատկացրեց ու նրանց քաղաքը այրեց։ Թագավորը բարկանում է, այո։ Այստեղ ուզում եմ մի քիչ կանգնեմ։ Մենք մտածում ենք, որ Աստված բարի է եւ ամեն բան մեզ համար բարի է լինելու։ Սիրելի եկեղեցի, թագավորը բարկացել է ոչ թե որ մենք իր ներկայության մեջ ինչ-որ բան ենք արել, այլ որովհետև մենք իր ներկայությունից դուրս ենք եկել։ Վտանգ կա Աստծո պաշտպանության տակից դուրս գալու, վտանգ կա։ Վտանգ կա եւ դուրս գալու, վտանգ կա եւ այնտեղ ապրելու համար։ Եվ թագավորը բարկանում է։ Պատճառը գիտեք որն է, որովհետև ինքը թագավորն է եւ մենք նրան պաշտողները, երկրպագողներն ենք, նրան թագավոր ընդունողներն ենք։ Եվ մեծ հաշվով մենք պիտի հասկանանք, մենք նրան ենք հաշվետու։ Մեր կյանքը նրան է հաշվետու, ինչու, որովհետև իր որդին ինքը ուղարկեց մեզ համար, որ մենք փրկվենք խավարի թագավորությունից։ Եվ թագավորը բարկացավ, եւ ուղարկեց եւ նրանց քաղաքները այրեց։ Այստեղ ակամայից ուզում եմ հիշեմ այնտեղը, որտեղ որ Մատթեոս ավետարան 6-րդ գլխում ասում է, ներողություն, եթե չեմ սխալվում եմ, ասում է, երբ որ Տիրոջ հոգին գալիս է մարդու մեջ, Սատանան այնտեղից հեռանում է, հետո գնում է, պտտվում է անջուր տեղերը, հետո ասում է հետ վերադառնամ, եւ գալիս է ասում է այնտեղ տեսավ ինչ, դատարկ ու պարապ։ Եվ եթե պարապ է, այո, գնում է Իրանից 7 հոգի էլ ավել վերցնում է ու գալիս է բնակվում է ու ասում է այդ մարդու վիճակը ավելի գեշ էր, քան առաջվա վիճակը։ Սա Աստծո պաշտպանությունից դուրս գալն է, եւ երբ որ Աստված մեզ չպաշտպանի, բարկություն կա, որ մեզ վրա կգա։ Դա Աստծո բարկությունը մեզ չի զարկում, այլ մենք, երբ որ նրա բարկության պաշտպանության տակից դուրս ենք մնում։ Այն ժամանակ իր ծառաներին ասեց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժան չեն։ Այս արժան չեն բառը ինձ վախեցնում է։ Ժողովուրդ, եկեք մենք մեզ ասենք, որ արժանի ենք թե չէ, ինքն է արժանացնողը, ոչ թե մենք։ Եթե մենք նայում ենք մեզ, մենք մեզ արժանացնում ենք։ Արժանացնողը մենք չենք, հարսանիքին հարմարենք, պատրաստենք թե ոչ, այլ նա, ով հարսանիքի է պատրաստվում։ Ասում է նրանք արժան չեն։ Տերը պահի մեզ, որ այստեղ մենք բոլորս լինենք հարսանիքի տեղում եւ բոլորս մասնակցենք եւ բոլորս արժանի լինենք։ Բայց վայ նրան, ում համար ամենակարող Աստծո բերանը կխոսի եւ կասի նա արժան չէր։ Ուստի գնացեք ճամփի գլուխներում եւ ով որ գտնելու լինեք, հարսանիքին հրավիրեք։ Եվ այն ծառաները ելան ճամփի վրա ու ում որ գտան, թե չար եւ թե բարի, ամենքն էլ հավաքեցին եւ հարսանիքը հարսանքավորներով լցվեց։ Գնացեք հրավիրեք, բոլորին ճամփի կողքերում ում տեսնեք հրավիրեք։ Հետաքրքիր ասում է թե չար, թե բարի, չարերին էլ թող գան։ Ախր չարերը Աստծո ներկայության մեջ ինչ գործ ունեն։ Աստծո կազմակերպած հարսանիքի մեջ չարերը ինչ գործ ունեն։ Հետաքրքիր է, որ բարի էլ կային, որ թագավորի հարսանիքին կանչված չէին, բայց բարի էլ կային։
Այնպես չի, որ աշխարհում եղող բոլոր մարդիկ չար են։ Բարիներ էլ կան։ Ուղղակի փրկության գաղափարը չունեն։ Երանի թե մեզանից մեկը նրանց փրկության գաղափարը հասցնող լիներ։ Եվ ասում է չարերն էլ եկան, բարիներն էլ եկան, եւ հարսանքատեղը հարսանքավորներով լցվեց։ Եվ թագավորը երբ մտավ, հարսանքավորներին տեսնելու, այնտեղ մարդ տեսավ, որ հարսանիքի հանդերձ հագած չէր։ Հետաքրքիր է։ Ներողություն, էլի։ Այդպես է ասում է ճամփի կողքերում ու որ տեսնեք բերեք։ Elə պատկերացեք մեկը ճանապարհի կողքին կանգնած է, կներեք ես կոպիտ օրինակից համար, բայց սեմուշկա է ուտում։ Բռնել են, տարել են հարսանիքի։ Թագավորը մտնում ասում է հանդերձը դուր է։ Ուզում ես հարց տաս, ասես փողոցում ինչ հանդերձով պիտի կանգնած լինեի։ Այմարդ ես իմ հայաթում մեքենայի վրա գործ էի անում, եկան վերցրեցին, քանի որ թագավորի զորքներ, պիտի հնազանդվեի, եկել եմ հարսանիքին։ Ինչ հանդերձով պիտի լինեի։ Այդ ոնց տարբերվեց, որ ես հարսանեկան հանդերձ ունեմ, իսկ նա չունի։ Ու հետաքրքիր է, որ մեկը գտնվեց։ Այսինքն մնացածը փողոցում սպասում էին թագավորի հարսանիքին, հարսանեկան գեղեցիկ հագնված։ Չէ, այստեղ ուրիշ բան կա։ Հրեական սովորության մեջ, էսի հայտնի է ձեզ, դրա համար ասում եմ, հրեական սովորության մեջ այսպես է։ Երբ որ ես քեզ կանչում եմ իմ հարսանիքին, թեկուզ փողոցից, ես քեզ հանդերձ եմ տալիս, իմ հանդերձն եմ տալի, իմ պատրաստած հանդերձն եմ տալի քեզ, որ իմ հարսանիքին, իմ ուզած հանդերձով ներկայանաս։ Մեր ժամանակները գանք։ Հիմա այսպես է, չգիտեմ այդ ինչ թրենդ է, բայց եթե ինչ-որ մեկը զանգում է քեզ ու հարսանիքի է հրավիրում, ասում է տանից քանի հոգի կգան, ասում ես այսքան, ասում ես շատ լավ, ես ձեզ հրավիրատոմսը կուղարկեմ, առաջվանը չէր, որ սենց թղթի վրա գրած, ուղարկում են, տանում էին տուն արտուն տալիս են, հիմա քեզ ինտերնետով ուղարկում են, երբ որ դու այդ կլիկ ես անում, բացում ես, մեկ էլ այնտեղ գրված են այսինչներ, հրավիրում ենք ձեզ մեր հարսանեկան հանդեսին, բայց ցանկալի է, որ այս գույների հանդերձներով գաք։ Չէ՞։ Տղամարդիկ, որ էդի բացում են, ուզում են շուտ փակեն, կանայք չտեսնեն։ Որովհետև այս է պատճառը տղամարդիկ, որ կանայք շատ հանդերձ ունեն։ Տղամարդուն ինչ է պետք։ Մի հատ կոստյում շլվար։ Առավոտ կեսօր իրիկուն, գարուն աշուն ամար ձմեռ։ Հարսանիք է ծնունդ է կնունք է նույնն է։ Վա, կինը ասում է, վայ, բայց գույնի հանդերձ ես չունեմ, ասում ես մի քիչ մոտիկ կա, չէ, խայտարակ չեմ, էդի ես էս ինչի կնունքին կամ ծնունդին հագել եմ, հիմա որ նկարվեմ նույն հանդերձով եմ լինելու նկարի մեջ։ Չէ, պիտի ես նոր առնեմ, աբա մենակ հանդերձով որ պրծնենք լավ է, բա կոշիկները չի խոսում, չունեմ, կոշիկներն էլ առնում ես, բա սունկեն։ Մեր օրն է, մեր ժամանակներն է։ Ուզում ենք, որ մեր հարսանիքը գեղեցիկ լինի, այդ ֆոնի մեջ լինի, այդ գույների մեջ լինի, որ դու քեզ լավ զգաս։ Ճիշտ է, դիմացինդ մի քիչ կնեղվի, բայց քանի որ այդ օրը քոնն է, դու էլ ուզում ես, որ ամեն բան լավ լինի, գեղեցիկ լինի։ Եվ նույնն էլ այն ժամանակ էր, թագավորական պալատում հարսանիք կազմակերպելու համար, պետք էր, որ բոլորը նույն հանդերձով լինեին, գեղեցիկ։ Հիմի հարց ես տալիս մարդուն, ուր է իմ տված հանդերձը։ Եվ այստեղ ուզում եմ ասեմ, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք որ աշխարհից եկանք Աստծո թագավորության մեջ, մեզ հանդերձ տվեց։
որ մեր ամեն հին բաները մաքրվեց։ Դա Քրիստոսի ամենակավիճ արյունն է, որ մաքրեց մեզ ամեն մեղքերից, ամեն թերություններից եւ մեզ սպիտակ հանդերձ տրվեց։ Եվ մենք ամեն անգամ, որ կանգնում ենք Աստծո առաջ, այդ հանդերձանքն է, որ մեզ համարձակություն է տալիս հոր առջև կանգնելու համար։ Եթե այդ հանդերձանքը չկա, վտանգ կա։ Վտանգ կա։ Ուր է քո հանդերձը։ Ես քեզ հանդերձ եմ տվել։ Ես քեզ մաքրել եմ, ես քեզ սրբացրել եմ։ Ինչի համար քո հանդերձը, քո հագը չի։ Ինչ համարձակությունով ես իմ առջև կանգնում, երբ որ ես քեզ համար արյուն եմ թափել։ Ժողովուրդ, վստահեցնում եմ, որ նրա ամենակավիճ արյունը մեզ մաքրում է բոլոր մեղքերից։ Չկա այդպիսի մեղք, որ մարդը զղջա եւ ամենակարող Աստծո կողմից թողություն չլինի։ Չկա այդպիսի բան։ Եվ Տերը մեզ մաքրել է, մեզ սրբացրել է եւ հանդերձը տվել է, որպիսի իր որդու հարսանիքին այդ նույն հանդերձանքով լինենք։ Եվ ասես նրան, ընկեր, ինչու համար այստեղ մտար առանց հարսանիքի հանդերձ ունենալու։ Եվ նա պապանձվեց։ Չէր կարող պատասխան տալ։ Չէր կարող ասել աղքատեմ, հագուստ չունեմ, էսա ինչ ունեմ էսա, որտեվ իրեն հանդերձ տրված էր։ Մենք չենք կարողանալու ասենք Տիրոջը, որ քո արյունը մեզ չի մաքրել։ Ես այնպիսի մեղք եմ գործել, որ քո արյունը ո՞նց կարող է ինձ մաքրի։ Չկա այդպիսի մեղք, որ մարդը զղջա եւ Աստծո արյունը նրան չմաքրի։ Չկա այդպիսի բան։ Այն ժամանակ թագավորը սպասավորներին ասեց. կապեք նրա ոտքերն ու ձեռքերը եւ առեք ու հանեք նրան դրսի խավարը, որտեղ կլինի լալ եւ ատամների կրճտալ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, հետաքրքիր է, որ այդքան կարևոր է թագավորի համար մեր մաքուր հանդերձը։ Շատ կարևոր է թագավորի համար։ Լավ, ես ինչպես մաքրեմ իմ հանդերձը։ Ենթադրենք թագավորը մեզ մաքրել է, բայց նորից կեղտոտել ենք մեր հանդերձները։ Ախր ես կարիք ունեմ մաքրման։ Հայ ես ամեն անգամ գալիս եմ Տիրոջ առաջ ներողություն խնդրում եւ հավատալով, որ նրա արյունը մաքրում է ինձ։ Հիշում եք այս նույն խոսքերը որտեղ էր ասում։ Հանեք նրան դրսի խավարը, որտեղ կլինի լալ եւ ատամների կրճտալ։ Մնասների առակով է հիշում։ Հիշում եք մեկ մնաս ունեցողն ասեց. Տեր, գիտեի, որ դու խիստ մարդ ես, որ դու չցանած տեղից հնձում ես։ Հիշում եք այդ տեղը։ Պահեցի իմ մեկ մնասը, որ քեզ տամ։ Ասեց. չար եւ ծույլ ծառա, հանեք նրան դրսի խավարը, որտեղ կլինի լալ եւ ատամների կրճտալ։ Որտեղ են մաքրվում իմ հանդերձները։ Մարդիկ կան, որ ինձ գալիս են ասում են, Կարեն ախպեր, ես աշխատում եմ իմ վրա, որ մաքրվեմ, որ մտնեմ ծառայության մեջ։ Ասում եմ, իսկ այդ չափը որտեղ է։ Ինչքան պիտի մաքրվես, որ մտնես ծառայության մեջ։ Չափ չկա, մենք չգիտենք։ Եթե ես եկել եմ Քրիստոսին ու ես հավատում եմ, որ նրա ամենակավիճ արյունը մաքրել է ինձ ամեն մեղքից, ես պետք է սկսեմ ծառայել։ Եվ ծառայության ժամանակ է, որ ես մաքրվում եմ։ Ինչ անեմ։ Ինչքան հարևաններ, բարեկամներ, ծանոթներ ունենք, որ կորսվում են։ Ավետարան սկսի քարոզել։ Գիտես ինչքան մաքրվելու տեղ կա, տեղ որ սկսում ես ավետարան քարոզել, այնքան բաներ կա, որ այդտեղ հասկանում ես։ Ու քո կյանքում մաքրվում է։ Ժողովուրդ, մենք բոլորս էլ տանը զգեստապահարան ունենք եւ այնտեղ կախած շորեր ունենք, որ երկար ժամանակ չենք հագնում։ Մտածում ենք, որ այդ հանդերձը, որ այդտեղ կախված է, ինքը կեղտոտված չի, բայց երբ որ իրան վերցնում ես, ոչինչ չես անում, ուղղակի ջրի մեջ գցես, տեսնում ես, որ ջուրը իր գույնը փոխում է, որովհետև փոշի կա, որ նստում է նրա վրա։ Բա ի՞նչն է նրան մաքրում։ Եթե այդպես թողես ջրի մեջ ինքը կմաքրվի, ոչ,
Քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում եւ ժամանակակից տեխնիկաներ ունենք, ես չհիշեցնեմ մեր տատերն ու պապերը։ Շորը գցում ես լվացքի մեքենայի մեջ, մի հատ կնոպկա սխմում ես ու ինչ ես կարծում, այնտեղ շորը սենց ուղիղ մնում, հա? Տրորվում է։ Մեր տատերն ու պապերը սենց տրորում էին, ավելի հին ժամանակներում փետի վրա սենց գետի եզերքում այս սենց տրորում էին, մինչև մաքրվեր։ Երբ որ լվացքի մեքենայից հանում ես քո հագուստը, տեսնում ես, որ մաքրված է, թեև ինքը այնտեղ լավ տրորվել է, բայց մաքրվել է։ Երբ որ դու գնում ես ավետարանելու մարդկանց, դու այնտեղ բավականին կտրորվես, բայց մաքուր կգտնվես։ Որովհետև այդտեղ է, որ հասկանում ես ինչեր կա մեր մեջ, որ պետք է փոխվենք։ Ու սկսում ես քո վրա աշխատել։ Եթե դու քո տանը նստած ես, գալիս ես եկեղեցի ու գնում ես, եւ քեզ համար այս ամեն ինչը սովորական է դարձել, ես քեզ ասում եմ, որ զգուշ եղի, հարսանիք կա։ Ու թագավորը սպասում է այդ հարսանիքին հենց քեզ։ Հենց քեզ։ Խոսիր մարդկանց, այնքան եմ խոսել չեն ընդունում, խոսիր, շարունակիր խոսել։ Աստծո խոսքը չի ասում, որ բոլորը կընդունեն, բայց բոլորին պետք է ավետարան քարոզվի։ Այնտեղ բավականին մարդիկ կան, որ քո հետ կկիսվեն։ Թույլ տվեք այսպես ասեմ, էլի մարդիկ կան, որ գալիս են քո հետ խոսում են, լսում ես, ասում ես, այ մարդ, այս մարդը ինձանից արդար է։ Ու հասկանում ես, որ ինչքան փոխվելու բան կա։ Բա այդտեղից ենք հայտնաբերում մեզ։ Բա որտեղից հայտնաբերենք։ Ցավոք, երբեմն մենք խոսքը կարդում ենք ուրիշի համար, բայց ավետարանի դաշտում դու չես կարա այդ մարդու հետ հանդիպես խոսես եւ ուրիշին տեսնես։ Այնտեղ դու քեզ ես տեսնում։ Եվ մեր հանդերձները ծառայության դաշտում են մաքրվում։ Հարաբերությունների մեջ են մաքրվում։ Վերջի տեղը, որ միասին կաղոթենք հայտնության 3-րդ գլխում, Սարդիկեի եկեղեցու մասին է խոսում։ Այս եկեղեցու մասին տենց մի դրական բան չկա, որ նորմալ Տերը խոսի, Սարդիկեի մեջ առաջի խոսքից կարդամ, Սարդիկեի մեջ եղած եկեղեցուն հրեշտակը գրեց։ Այսպես է ասում նա, որ ունի Աստծո 7 հոգիները, 7 աստղերը։ Գիտեմ քո գործերդ, որ դու անուն ունես, թե կենթանի ես ու մեռած ես։ Արթուն մնա եւ հաստատե մնացած բաները, որոնք մեռնելու վրա են, որովհետև քո գործերդ Աստծո առջև կատարյալ չգտնվեցին։ Բաներ կա, որ մեր կյանքում մեռել են։ Բայց Աստծո խոսքն ասում է բաներ կան, որ մեռնելու մոտ են, ամուր պահի, որ դրանք էլ չմեռնեն։ Ինչն է ինձ կենթանացնում, ինչն է ինձ ուրախություն պատճառում եւ ապրեցնում, երբ որ մի մեղավոր փրկվում է։ Գնում ես մեկին ավետարան ես քարոզում, նկատել ես, որ այդ մարդը ապաշխարում է ու դու իրան բերում ես եկեղեցի։ Նկատել ես քո սիրտը ինչքան խաղաղ է լինում։ Դա Աստծուց է դրված։ Դա հենց այն մաքրությունն է, այն մաքուր հանդերձն է, որ ամենակարող Աստված ուզում է տեսնել մեր կյանքում։ Զգուշ եղի, որ այն նրանք էլ, որ մահանալու մոտ են, չմահանան։ Հիմա միտքդ բեր, թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր։ Ու պահի եւ ապաշխարի, բայց եթե արթնանալու չլինես, գողի պես քո վրա պիտի գամ ու բնավ պիտի չգտնվես, թե որ ժամին քո վրատ պիտի գամ։ Սակայն, ես խնդրում եմ ուշադիր եղեք, սակայն, քանի մը անձինք ունես Սարդիկեի մեջ, որոնք իրենց հանդերձները չկեղտոտեցին, եւ ճերմակով պիտի պտտեն ում հետ, պիտի պտտեն ինձ հետ, որովհետև արժանի են։ Այնտեղ ասում է նրանք արժանի չեն։ Բայց օրհնյալ լինի Տերը, որ մեզ արժանացրեց, ում
Ում որ հանդերձները կեղտոտված չէին։ Ես սա կարդում էի, միտքս գնաց, ասում եմ, Աստված նայում է եկեղեցու մեջ ու ասում է, սա կեղտոտեց, սա չկեղտոտեց։ Սա մաքուր է պահում։ Եթե կեղտոտվում է, արագ գնում է մաքրելու մեջ։ Արագ մաքրում է իր հանդերձները, որի առջև ուղիղ կանգնի, որովհետև Տիրոջ հետ պտտվողները ճերմակ հանդերձ պիտի ունենան, եւ նրանք արժանի են հարսանիքին լինելու։ 5-րդ խոսքն ասում է, նա որ կհաղթի, ճերմակներ պիտի հագնի, ու ես նրա անունը կյանքի գրքից պիտի չջնջեմ, եւ նրա անունը պիտի դավանի իմ հոր առջև ու նրա հրեշտակների առջև։ Նա որ ականջ ունի, թող լսի, թե հոգին ինչ է ասում եկեղեցուն։ Առաքյալը իր հայտնի խոսքում ասում է. «Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբ անի եւ ձեր հոգին, շունչը ու մարմինը անարատ պահի միջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ժամանակ»։ Սիրելի եկեղեցի, մեզ ինչ հանդերձով են ճանաչում։ Շողում եկեղեցին չէ, աշխարհը եւ Տերը։ Վերականգնելու հարց ունենք, այո։ Խնդիր կա, որ ուզենանք վերականգնենք, ոչ։ Տերը սպասում է մեզ։ Նրա ամենակավի արյունը 2000 տարի շարունակ հոսում է Գողգոթայի խաչից, մաքրելով ամեն նրա առջև եկողը։ Նրա արյունը գալիս է մեզ վրա եւ մեզ մաքուր է անում ամբողջությամբ։ Մեզ պետք է ճանաչեն մաքուր հանդերձներով, ճերմակ հանդերձներով, որը մեզ արժանի է դարձնում իր հետ պտտելու համար։ Եվ երբ որ մենք այս ամենը մեր կյանքը բերում ենք Քրիստոսի ներկայության մեջ, մեր հանդերձները մաքրվում են։ Թեև մի քիչ նեղություններով ենք անցնում, թեև մի քիչ տրորվում ենք մեր ծառայության մեջ, մեր հավատքի կյանքում, բայց մաքրվում ենք, բայց սրբվում ենք նրա թափած արյունով, նրա խոսքով, նրան ծառայելով։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Նա սպասում է ամեն մեկիս։ Կապ չունի մենք ինչերով ենք անցել, կապ չունի մեր կյանքը ինչքան է կեղտոտվել, մաքրվում է։ Նրա արյունը մեզ մաքուր է անում։ Գնա ծառայության մեջ, ծառայիր մարդկանց, ավետարանի խոսքը խոսի։ Կտեսնես կյանքումդ ինչքան բաներ կան, որ մաքրվում են, ինչքան բան կա, որ հասկանում ենք, ինչքան բան կա, որ ընկալում ենք։ Դու մտածում ես, ասում ես, ես ծառայում եմ, ավելին շատ ծառայի Տիրոջ, նրա սիրտն էլ է ուրախ լինում, քանն էլ հետը։